Ողջույն, հարգելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մեծագույն պատիվ է եռապատերազմի մեր երկրին պետական պարտքը 8 միլիարդ դոլարով ավելացրած, երկիրը ձախողած կուսակցության կողմից արժանանալ բացասական վերաբերմունքի։ Տիկին Մանուկյան, այս առումով, այո, իմ ռեյտինգը ձեզանից բարձր է։ Մեծամտությամբ չեմ տառապում, մնացած բոլոր առումներով ես որևէ մեկից առավել չեմ։ Սա էս մասով։ Ինչ վերաբերում է fake թեզերին։ Այստեղ հնչում է միտք, որ իբրև թե մենք fake թեզերով ենք հանդես գալիս, իբրև թե տեխնոլոգիա ենք կիրառում, պետական պարտքից ենք խոսում։ Սիրելի ժողովուրդ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, կուսակցությունը ունի այսպես մի բառակույտ, որով փորձում են ազդել մարդկանց ենթագիտակցության վրա, մասնավորապես թալան, կոռուպցիա, մարտի 1, նախկիններ, հանրապետականներ եւ ակամայից հիշեցի հայտնի անեկդոտը։ Դուք իսկապես ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Ես կարծում եմ մեր ժողովրդի բանականությանը մեծ վիրավորանք է այդ թեզերը անverջ անդադար շարունակելը։ Ես չեմ ցանկանում սևեռվել իմ անձի վրա, բայց այնուամենայնիվ կարծում եմ մի քանի մտքերի պետք է անդրադառնամ։ Մասնավորապես, Տիկին Վարդանյան, ես ձեզ առաջարկում եմ, ուսումնասիրելով ձեր կենսագրությունը, դուք բավական երկար ճանապարհ եք անցել եւ հարգում եմ նաեւ ձեր մասնագիտական փորձը, ձեր գիտելիքները։ Մի հատ հոդաբաշխ նախադասություն մտածեք, կողմնորոշվեք, ի վերջո ինձ ինչու եք մեղադրում։ Ասում եք Արչին Բրոկ, իմ կենսագրության մեջ ազգային ժողովի կայքում ամեն ինչ գրված է։ Արչին Բրոկ ՍՊ եղել է, այո, եղել է։ FH ՍՊ-ում աշխատել եմ, այո, աշխատել եմ։ 2019 թվականից հետո պետական պաշտոնյա եղել եմ, ոչ, չեմ եղել։ Կարող է օրինակ աշխատել մի կազմակերպությունում, որի անունը Պողոս Կիրակոս էր, կամ Պետրոս Պողոս, օրինակի համար կարող էր։ Ես անկեղծ չեմ հասկանում ինչ եք դուք ուզում ասել, եթե խնդիրը ենթատեքստը այն է, որ եղել է Շահերի բախում, կրկնում եմ մեկ անգամ եւս եւ մեկ ընդմիշտ, չի եղել Շահերի բախում։ Իմ պետական ծառայության ընթացքում չեմ զբաղվել մասնագիտական գործունեությամբ, սա չեմ ասում արդարանալու համար, որպես Հայաստանի ազգային ժողովի падգամավոր, ցանկանում եմ, որ մեր ժողովրդի մոտ որևէ մութ բան չմնա, որևէ հարց չառաջանա։ Մնացած մի քանի գործընկերների հարցերը խմբագրել եմ, մասնավորապես պարոն Վիլեն Գաբրելյանի, Մարիա Կարապետյանի, պարոն Սերգեյ Բագրատյանի։ Սկսեմ հերթով։ Երբ որ դուք անընդհատ ինձ հարց եք տալիս, թե ինչ է համակարգային կոռուպցիան, ես ենթատեքստը շատ լավ հասկանում եմ։ Սլաքներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի շուրջ 80%-ը մարդիկ են, որոնք աշխատում են Հայաստանի անկախացումից ի վեր։ Ձեր տրամաբանությամբ ստացվում է, որ բոլոր այդ մարդիկ պետք է կամ դիմում գրեն աշխատանքից ազատվեն, կամ բոլորը կոռուպցիոներ են, կամ բոլորը թալանչիներ են, ի վերջո դուք եք այս երկրի իշխող ուժը։ Իմ մոտ բնական հարց է առաջանում։ Եթե դուք ինչ-որ բան եք ակնարկում, բռնեք բոլոր թալանչիներին եւ երեկվա իմ միտքը կրկնում եմ, որևէ պաշտոնյա, որևէ անձ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի, ում շահերը ես փորձեմ պաշտպանել։ Մենք պատասխանատու ենք մեր անձերի համար, մեր քաղաքական ուժի համար։ Եթե խոսում եք, խոսեք հասցեական, կոնկրետ, ինչի նկատի ունեք, ինչու եք մեզ մեղադրում եւ կոչ կանեմ վերջ տալ այս կեղծ բառակույտերին։ Անցնեմ առաջ, ինչ վերաբերում է Տիկին Կարապետյան, աուդիտ եք իրականացրել, ես ցավում եմ, որ դուք աուդիտի մասին սահմանափակ պատկերացումներ ունեք, դրանում ամոթ բան չկա։ Գուցե ես էլ ասենք քվանտային ֆիզիկայից չեմ հասկանում։ Իմ գործառույթները սահմանափակվել են հետեւյալով. մենք ուսումնասիրություններ ենք իրականացրել եւ մաքսային օրենսդրության կատարելագործման ուղղված համապատասխան առաջարկներ ենք իրականացրել։ Այսինքն եղել են թերություններ, այդ թերությունները տարբեր բնույթի են եղել եւ երբ որ դուք իմ գործունեությունը ուսումնասիրեք, տարբեր մարդիկ ծառայությունից ազատվել են, ծառայողական քննություններ են նշանակվել, այսինքն դա գործընթաց է եղել հենց դասական իմաստով։ Ես քննչական մարմնի կամ դատախազության ներկայացուցիչ չեմ եղել, որ մարդկանց բռնելը իմ ֆունկցիան լիներ։ Դա եղել է առանձնահատուկ գործառույթ ուղղված, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության կատարելագործմանը։ Ինչ վերաբերում է Վրաստանի օրինակին, ես ChatGPT-ից չեմ օգտվում, բայց մեր գործընկերներին կարող եմ ուղեկցել Վրաստան,
պրակտիկ ձևով ցույց տալ, թե ինչպես են վարկերը բաշխվում եւ ինչ ժամկետերով եւ տոկոսադրույքներով։ Ինչ վերաբերում է պետական պարտքին եւ մնացած հարցերին 0%-ի մեկ անգամ եւս կրկնեմ, եթե իմ ասվածը լավ չի տպավորվում, դա արդեն ձեր խնդիրն է։ Ես խոսում եմ պետական պարտքի կառուցվածքի եւ կայուն կառավարելիության մասին։ Ես ասում եմ, որ մեր տնտեսությունը չունի համապատասխան որակ։ Հիմա Moody's-ը կգնահատի, Fitch-ը կգնահատի, վաղ այդ նույն կազմակերպությունները ճիշտ հակառակ գնահատականը կտան։ Եվ հարգելի ժողովուրդ, այս իշխանությունները շատ են խոսում իրենց չակերտավոր հաջողությունների մասին, ես ուզում եմ իրենց հականվաճումների մասին թվարկել։ Ինչ են արել վերջին 8 տարիներին։ Տեղական турքերը, ներառյալ կարմիր գծեր, շինթույլտվություններ ավելացել են մինչև 20 անգամ։ Գույքահարկի անարդար մեխանիզմ է ներդրվել Հայաստանի Հանրապետությունում, շուկայական արժեքին մոտարկված արժեքով է գնահատվում, որի արդյունքում գույքահարկը ավելացել է մինչև 500%։ Հենց իմ տան վրա կարող եմ օրինակը բերել։ Վճարում էի 300,000 դրամ, հիմա վճարում եմ 5 անգամ ավել։ 500% ավելացել է իմ տան գույքահարկը։ Եվ այդ անարդար մեխանիզմը այնքանով անարդար, որ իմ տան կողքը կա տուն, ֆասադը լավը չի, շուկայական արժեքը ավելի ցածր է եւ նա վճարում է ինձանից 4 անգամ պակաս։ Բայց երկուսից վճարած գումարն էլ պետք է գնա համայնքային բյուջե։ Հայուտ ջան, հիմա ինչ եմ շարունակում, անարդար մեխանիզմը եւ Հայաստանում դուք վատթարացրել եք մարդկանց կյանքը։ Շարունակեմ, աղբահանություն։ Եթե քաղաքացին նախկինում վճարում էր անձի հաշվարկով 200 դրամ, հիմա վճարում է քառակուսի մետրից, որն է սրատարամաբանությունը, սիրելի ժողովուրդ, թողնում եմ ձեր հայեցողությանը։ Եթե մարդը մենակ ապրում է 200 քառակուսի մետր տան մեջ, բնակարանում, ինչու պետք է 200 անգամ 13 դրամ վճարի աղբահանության գումար։ Ձեր իշխանության օրոք ավելացել է շրջանառության հարկը 100%-ով, 5%-ը դարձել է 10%, բարդացրել եք մարդկանց կյանքը։ Միկրոձեռնարկատիրության ոլորտից մինչև տարեկան 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները այլևս չեն կարողանում վճարել 0% հարկ։ Առանձին ոլորտներ, իմ գործընկերը արդեն նշեց այդ մասին, փաստաբաններ, հաշվապաններ, խորհրդատվական ընկերություններ բերվել են ավելացված արժեքի հարկի դաշտ, թանկացել են ծառայությունները եւ մարդիկ, ովքեր օգտվում են այդ ծառայություններից, ստիպված ավելի թանկ են վճարում։ Պետական պարտքը ձեր իշխանության օրոք ավելացել է 8 միլիարդ դոլարով, այն պարագայում, երբ դուք ասում եք ունենք համախառն ներքին արդյունքի 2 անգամ աճ։ Կանխիկ գործառնությունները սահմանափակվել են ձեր իշխանության օրոք, որը գլխացավանք է դարձել բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների համար։ Անկանխիկ եւ կանխիկ գործառնությունների մասին է խոսքը։ Վերջապես, ձեր իշխանության օրոք բերել եք 3 պատերազմ, եւ ձեր կեղծ թեզերով, երբ որ ասում եք պատերազմի եռագլուխ կուսակցություն, դուք եռապատերազմի կուսակցությունն եք, այս եք բերել։ Եվ վերջապես, կենսաթոշակներից եք խոսում, ավելացել եք 21%-ով։ Իսկ ինչու մեր բնակչությանը չեք ասում, որ կուտակային գնաճը կազմում է 29%։ Հիմա պարզ թվաբանություն անենք, 29-ից հանած 21 կենսաթոշակը ավելացել է, թե մի բան էլ 8%-ով ավելի վատթարացել է մարդկանց վիճակը։ Գնաճի մասին ինչի չեք խոսում։ Անցնեմ առաջ, միակ լավ բանը թերևս որ կա, անկեղծորեն պետք է ասեմ լավին լավ, վատին վատ սկզբունքով, բնակչությունը այո, կարողանում է օգտվել առողջապահական ապահովագրությունից։ Բայց ցավով պետք է նշեմ, որ շատ կարճ ժամանակ հետո այդ ֆինանսական միջոցները այլևս չեն բավականացնելու։ Ես դրա վտանգները զգում եմ արդեն։ Եվ ԵԱՏՄ-ից խոսք գնաց, սիրելի ժողովուրդ, գործող իշխանությունների ապաշնոր քաղաքականության եւ հակահայկական քաղաքականության արդյունքում դուք հայտնվել եք այս վիճակում։ Երբ որ 2026 թվականի մայիսին Զելենսկին գալիս էր Հայաստան եւ հակառուսական հայտարարություններ էր անում, բայց մեկնումեկը չէիք ասում, սա հայկական շահին վնաս է։ Բայց չէիք մտածում, որ Զելենսկին որ հայտարարում է, որ Ռուսաստանի դեմ ճնշումները պետք է ավելի խորանան, դա հայկական շահին վնաս է։ Երբ որ դուք խոսում եք ուրախ, որ 30 միլիոն եվրո փող ենք ստանում հիբրիդային սպառնալիքների դեմ, բա դուք չեք հասկանում, որ դա հայկական շահին վնաս է։ Ժողովուրդ, երբ որ մենք խոսում ենք հայկական շահի մասին, խոսում ենք հայկական շահի մասին։ Եվ ձեր վարած ինչքան էլ ուզում է սլակներն ուղեք, մեր ժողովուրդը անգրագետ չի, անխելք չի։ Խոհեմ ժողովուրդը եմ շատ լավ հասկանում եմ, որ դա ձեր ուղիղ վարած ինչու եմ ասում հակահայկական։ Այո, դա հակահայկական է, որովհետև մեր տնտեսվարողները այսօր փաստի առջև են կանգնած ձեր վարած քաղաքականության արդյունքում։ Եվ սրանք են ձեր չակերտավոր նվաճումները։ Սիրելի ժողովուրդ, հետևությունները թողնում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արտահերթ ելույթով